Քեզ թվում է հիմա ես կարամ քնեմ, Սոնա։ Նարեի պահվածքը նորմալ չի։ Իրան թվում է, որ իմ համար մեկ է իր երջանկությունը։ Բայց դա տենց չի, Սոնա։ Ես լավ տեսնում եմ, որ ինքը հիմա վատ է ու տանջվում է։ Վրամ իսկ եթե մի անգամ էլ հետը խոսես, բայց հանգիստ։ Չէ։ Ինչքան էլ իմ համար ցավոտ է իր այս վիճակը, Սոնա։ Բայց ես ոչ մի քայլ չեմ անելու։ Ու բացի այդ Նարեն երեխա չի, ու ինքը իր արածների համար կարա պատասխան տա։ Ինչ է սուկ կապ է։ Ոնց որ ոչ թե աղջիկ ես ամուսնացնում, այլ ինչ որ մահվան լուր ես լսել։ Ես էլ զարմանում եմ, թե դու ոնց ես տենց հանգիստ։ Ես հանգիստ չեմ։ Ուղղակի հասկանում եմ, որ սա միակ ճիշտ որոշումն է։ Վաղը կխոսեմ ես Նարեի հետ նամակի մասին։ Այդ երեխեն առանց այդ էլ վատ է։ Էլ ինչ նամակ։ Հանգիստ թող այդ երեխուն։ Ես չգիտեմ դու մի օր կներես ինձ թե չէ։ Կհասկանաս թե չէ։ Ես երբեք չեմ համակերպվի քեզ կորցնելու հետ։ Ես երբեք ոչ մեկի չեմ սիրի։ Որովհետև իմ կյանքի միակ սերը դու ես։ Բայց հիմա ես ստիպված եմ։ Դու չես հասկանա ինձ, բայց ես իմ սիրո լավագույն դրսևորումն է։ Ու լավագույն ապացույցը։ Երանի մի օր հասկանաս ինձ։ Ես հայկի վիճակը ընդհանրապես լավ չի։ Հա, երեք մինչև գիշերվա 1000-ը իրար հետ նստած էինք։ Հետո ասաց ուզում ա մենակ մնա, Պաստոնը ամբողջ գիշեր խմել է։ Դե, ընկեր կորցնելը հեշտ բան չի, դրա մասին չի խոսքը։ Հասկանում եմ, քերի, բայց պետքա մի բան մտածենք, սենց հոր չենք թողելու։ Ես ուտելիք եմ պատվիրել, դու հայկին զարթնացրա։ Ով գիտի երեք ոչ մի բան չի կերել, սա գիշեր խմել է։ Այս առաքումն է, կբացես։ Բարև ձեզ, Fast Food Court-ից առաքում ունեք։ Բարև ձեզ։ Խնդրեմ։ Շնորհակալ եմ։ Բարի ախորժակ։
Բարի լույս։ Բարի լույս։ Նարեկ։ Երեկվա մեր խոսակցությանն ավարտը լավ չստացվեց։ Դրա համար այսօր ուզում եմ ավելի հանգիստ խոսենք, ուզում եմ հասկանամ ինչա կատարվում, որ իմանամ ոնց քեզ օգնեմ։ Ես օգնություն քեզնից չեմ խնդրել։ Նարե, ինչի ես քեզ այնպես պահում, իբր ես քո թշնամին եմ։ Այս պահին դու ես քեզ սխալ պահել, բայց ես եմ ընկել քո հետևից։ Հայկը 1000 անգամ ինձ զանգել է, գրել է ու անընդհատ քեզնից է հարցնում։ Եթե այդքան համարձակություն ունես ու Արմոյի հետ ամուսնանալու որոշում ես կայացնում, ուրեմն համարձակություն ունեցի զանգի Հայկին ու ամեն ինչ բացատրի։ Հայկը ամեն ինչ պետք է իմանա։ Ու այդ ամեն ինչը դու պետք է իրան պատմես։ Քո արարքների բացատրությունը մենակ դու կարաս տաս։ Նարե, Հայկը քեզ շատ է սիրում։ Բայց այ քո սերը ես չեմ հասկանում։ Պայքարելուց էիր խոսում, բայց ամենամեծ հարվածն ես Հայկին հասցնում։ Հայկը պետք է ամեն ինչ իմանա։ Հայկը քեզ հավատում էր։ Ավելի ճիշտ հավատում է, իսկ դու ինչ ես անում։ Հայկո հացքեր։ Սասի ուտելիքներ շատ համով են։ Չեմ ուզում ոչ մի բան։ Փորձակնության պատասխանելն է սուկ գն։ Չգիտեմ էլ ինչը ավելի վատ կլինի։ Որ պարզվի ինքնասպանությունն է, թե պարզվի, որ սպանելն է։ Եթե պարզվեց ինքնասպանությունն է, այդ ավելի վատ կլինի քերի, որովհետև պարզ կլինի, որ Վարոն խնդիր է ունեցել ու ես դրա մասին չեմ իմացել։ Ու իմ քայլով դրդել եմ նրան, որ անգնի բերդ ու հենց ընդեղ էլ այդ ինքնասպանությունը եղած լինի։ Ես էլ ինչ ընկեր եմ այդ դեպքում։ Հայկո, արի ժամանակի շուտ ենթադրություններ մի արա։ Սպասի տենենք ինչ ա լինում։ Իսկ Նարեից նորություն կա։ Չէ, ոչ մի նորություն։ Չորս կողմս ամեն ինչ խառնվել է իրար ու ես ոչ մի հարցի չեմ կարողանում լուծում տալ։ Գնամ փոխվեմ գամ։ Լավում ա գժի տեղ դրել։ Սոնա սա։ Հա, Սոն։ Հայկ կներես, բայց քեզ մի բան պետք է ասեմ։ Ուղղակի արդար չեն ինչ որ կատարվում ա, դու պետքա տեղյակ լինես։ Ինչ ա եղել, Սոնա, խոսա։ Նարեից լուր կա։ Հա, կա։ Նարեն տանն ա ու երեք ա եկել։ Ոնց է երեք ա եկել։ Բա ասում էիր, որ Գիտեմ ինչ եմ ասել։ Ուղղակի երեք չգիտեի քեզ ոնց այդ ամենը ասեի։ Սոնա, խոսա, հասկանամ ինչ ա եղել, ուր ա Նարեն, ոնց ա։ Նարեն խելագարվել ա։ Այսինքն
Այսինքն են, որ քո Նարեն երեք մտել է այս տուն, Արմոյի ձեռքը բռնած ու հայտարարել է, որ իրանք ամուսնանում են։ Հայկ, կարող է մտածես, որ ես խելագարվել եմ, որ զառանցում եմ, որ հնարավոր չէր Նարեն այսպիսի բան աներ, բայց ասում եմ այն ինչ որ կա։ Կներես, որ առանց ինչ որ բան հաշվի առնելու եմ ասում ես ամենը։ Ես հասկանում եմ, որ ինչ որ բան է կատարվում, ուղղակի մենք այդ մասին դեռ չգիտենք, բայց ես կփորձեմ իմանալ։ Հիմա տանն ա Նարեն։ Հա, տանն է, բայց վստահ եմ, որ չի խոսի։ Ինքը շատ վատ վիճակում է, բայց ձևացնում է իբր ամեն ինչ շատ լավ է։ Ես փորձեցի հետը խոսել, փորձեցի ինչ որ բան իմանալ, բայց ոչ մի բան չի ասում։ Լավ, ես հենց հիմա գալիս եմ այդտեղ։ Չէ, Հայկ, չգաս։ Ես հասկանում եմ, որ սխալ է իմ այս ամեն ինչը քեզ պատմելու ու ասելու, որ չգաս, բայց դեռ մի արի, որ իրավիճակը ավելի չվատանա։ Ես կփորձեմ ինչ որ բան իմանալ, կփորձեմ հասկանալ ինչ է կատարվում։ Նարեն միամիտ աղջիկ չի։ Ինքը շատ լավ հասկանում է, որ դու իրան ես սպասում։ Հաստատ ինչ որ բան է մտածել։ Ուղղակի պետք է հասկանանք ինչ։ Սոնա, դու գժվել ես, ինչ ես խոսում։ Այսքան բանն ասում ես ու հետո ասում ես չգա։ Հայկ այնպես չի, որ այն ինչ Նարեն ասել է, այս տանը ընդունվել է։ Վրամն էլ է հասկանում, որ ինչ որ բան է կատարվում, ուզում է հասկանա թե ինչ։ Ինքն էլ է դեմ էս ամեն ինչին։ Հասկանում եմ, որ սխալ է իմ այսքան պատմելը քեզ ու վերջում ասելը չգաս, ուղղակի չեմ ուզում, որ իրավիճակը ավելի վատանա։ Խնդրում եմ, Հայկ, մի քիչ էլ սպասի։ Հասկանում եմ, որ կարող է անխելք քայլ եմ անում, որ այսքանը քեզ եմ պատմում ու խնդրում եմ չգաս, բայց մի քիչ էլ ժամանակ տուր։ Ես կփորձեմ հասկանամ ինչ է կատարվում։ Ասա Նարեին թող շուտ զանգի ինձ, կամ հենց հիմա թող զանգերից պատասխանի։ Կասեմ, բայց չեմ կարծում, որ հիմա կխոսի։ Ես էլի կխոսեմ Նարեի հետ, բայց դու իմացի, որ Նարեն տանն է, մնացածը հետո կզանգեմ ու կասեմ, լավ։ Սոնա, սպասի, այսքան բան ես ասում ու ասում ես հետո։ Ես քեզ կզանգեմ, եթե Նարեն կապի դուրս չգա, ես։ Էդում հետ էիր խոսում, Սոնա։ Ալո, Սոնա։ Ալո։ Ինչ էր ասում։ Ուր։ Հաստատ մի բան եղել է։ Քեր կարող է ես իրոք վատ մարդ եմ, բայց եթե հարցը վերաբերվում է Ադամյաններին, ինձ լրիվ մեկ է։ Հասկանում եմ ինչ ես ասում, բայց հիմա ստացվել անենց, որ Ադամյանների հետ համ Սոնան է կապնվել, համ էլ Հայկը։ Քերի կլինի, թեման փակենք։ Ում հետ էիր խոսում, Սոնա։ Հայկի։ Վրամ, չեմ ուզում խաբեմ։ Ես Հայկին էի զանգել։ Ինչի համար, Սոնա։ Որովհետև աղբերը շատ վատ վիճակում է։ Ինքը անընդհատ զանգում էր ու ամբողջ օրը ընկած Նարեին եմ անեկել, մտքով 1000 բան է անցել։ Սոնա, դու լավ գիտես։ Ինչը վերաբերվում է աղբորդ ու Նարեին։ Գիտեմ, Վրամ, ուղղակի դու էլ ինձ հասկացի։ Իմ աղբերը այս պահին շատ վատ վիճակում է։ Մի պահ արի մոռացի ով է։ Հիշի, որ դու էլ ես Հայկի իրավիճակում եղել։ Մի պահ ինձ ու քեզ հիշի, Վրամ։ Ես չեմ ուզում նենց ստացվի, Սոնա, որ դու իմ մեջքի հետևում ինֆորմացիա ես տալիս Նարեի մասին աղբորդ։ Չէ, Վրամ, ես քեզ հիմա ամեն ինչ կբացատրեմ։ Ես ասել եմ, որ Նարեն տանն է։ Ասել եմ, որ Արմոյի հետ ամուսնանալու հայտարարություն է արել։ Ով էլ լինի Հայկը քո աչքերում կամ ուրիշների համար, ինքը պետք է իմանա ինչ է կատարվում։ Նարեն հաստատ հենց այնպես Հայկից չէր հրաժարվի։ Մենք երկուսս էլ շատ լավ գիտենք, թե ինչ է նշանակում պայքարել արգելված սիրո համար։ Ու ընդունենք, թե չէ, Հայկն ու Նարեն կապ են ունեցել իրար հետ։
ու արդար չի այն ինչ հիմա կատարվում է։ Ես չգիտեմ ինչա կատարվում վրամ Նարեի հետ, որ ինքը որոշել է ամուսնանա Արմոյի հետ։ Բայց վստահ եմ, որ ինչ որ բան է կատարվում, որի մասին մենք չգիտենք։ Ես հասկանում եմ, որ դու քո քրոջ մասին ես մտածում։ Անկեղծ եմ ասում, իմ սիրտն էլ է ցավում Նարեի համար։ Բայց շատ եմ խնդրում։ Մի ստիպի, որ ես իմ աղբոր ցավի հանդեպ անտարբեր դառնամ։ Վրամ սերը ավելի ուժեղ է դառնում, երբ արգելքները շատ են լինում։ Ու այդ արգելքներից այդ սերը դառնում է անկառավարելի։ Պատասխանի Նարե։ Նարե զանգերից չպատասխանելով ոչ մի բանի չես հասնելու։ Ես գիտեմ ինչա կատարվում, Սոնայի հետ խոսել եմ։ Եթե քեզ թվում է, որ ես քեզնից ձեռ եմ քաշելու, ասեմ, որ տենց բան չի լինելու։ Երկուսս էլ գիտենք, որ մենակ մի դեպքում դու կարող ես Արմոյի հետ ամուսնանալու հայտարարություն անես։ Էն էլ այնքան բանից հետո ինչ եղել է։ Պատասխանի զանգից, պատասխանի ու բացատրի ինչա կատարվել։ Կամ կպատասխանես, կամ ես գետնի տակից էլ կգտնեմ այդ անասունին ու ինքը բառ չի հասցնի ասի։ Եթե իմացել եմ, որ քեզ նեղացրել է, թաղելու եմ դրան։ Բայց հիմա ամեն ինչից վատ այդ քո լռությունն է, Նարե։ Դու մի պահ պատկերացրա գոնե իմ վիճակը։ Կապի դուրս արի, դու ինձ բացատրելու բան ունես։ Հայկ, ես մի ժամից կլինեմ մեր մշտական տեղում, արի կխոսենք։ Դուրը բաց համատեք։ Բարի օր, Անեկտա։ Բարև Արմեն։ Այս անեկդոտան ոնց որ այդքան էլ ուրախ չի, որ եկել եմ։ Չէ, ինչի Արմո ջան։ Ուղղակի շոկի մեջ է։ Ամեն անգամ չի որ աղջիկ եք ամուսնացնում։ Սոնա ջան, խնդրեմ մեզ սուրճ կբերես։ Եկեք ներս։ Եկեք, նստեք։ Երեք այնքան հանկարծակի եկաք ու հայտարարեցիք, որ մինչև այսօր խելքի չենք գալիս ձեր նորությունից։ Հա, գիտեմ, ձեզ ցակո։ Ես էլ հենց այդ թեման եմ ուզում քննարկենք։ Չեմ ուզում որ հարսանիք հուշանա։ Մի քիչ շատ չես շտապում, Արմո։ Ինչ հարսանիքի մասին է խոսքը, հա։ Շատ հարցեր կան, որ դեռ իմ մեջ պարզաբանված չեն։ Այդ թվում նաև քո սենց շտապելը։ Չէ, Վարամ ջան, ինչն եմ շտապում։ Քո համար նորություն է, որ մի կյանք սպասել եմ Նարեին։ Հիմա էլ ինչ սպասեմ։ Իմաստ չկա սպասելու։ Արմոն ճիշտ է ասում, սպասելու իմաստ չկա։ Ինչ որ անում ենք, պիտի արագացնենք։ Լուրջ։ Ու քո համար նորմալ է, հա, այն ինչ որ կատարվում է։ Դու Նարեին հարցեր չունես տալու։ Վրամ, այս պատմությունը արդեն երկրորդ անգամ է կրկնվում։ Ու եթե հիշում ես, նախորդ անգամ նույն տեղում նստած էիր։ Նարեի ուզածով արել ենք։ Շատ բան։
բայց փորձը ցույց է տալիս տղաս, որ Նարեն ինքն էլ չգիտի ինչ ա ուզում։ Ոչ ոք չի միջամտել այս հարցին, ոչ ոք, ու ոչ էլ ստիպել են, չէ՞։ Ինչ անենք, չպսակենք, հա, եթե Արմոյի հետ չէ, բա ում հետ վրան։ Նարե։ Էս էլ իմ Նարեն։ Ոնց ես Նարե ջան։ Չգիտեմ որ գալու ես։ Սրանից հետո ես միշտ եմ գալու։ Ու միշտ իմ կողքն ես լինելու։ Առանց ինձ մի վայրկյան չես լինելու։ Ոչ էլ ես առանց քեզ։ Արմոն եկել է, որ հարսանիքի մասին խոսենք։ Ես չեմ հասկանում, դուք ոնց եք կարողանում այսքան հանգիստ ձեզ պահել։ Ձեր աղջիկը կյանքի հարցն է որոշվում։ Ու Նարեն Արմոյին չի սիրում։ գիտեմ։ Գիտեք ու վերջ։ Քեզ թվում է դու իմ երեխու մասին ավելի շատ ես անհանգստանում։ Ուրեմն ասեմ, սխալվում ես։ Ես շատ լավ գիտեմ, թե ինչ է կատարվում։ Եթե քեզ թվում է, որ սա նոր պատմություն է, էլի սխալվում ես։ Ուղղակի կան իրավիճակներ, որ ստիպված ես ընտրել վատի ու ավելի վատի միջև։ Չսիրած այդ մարդու հետ ամուսնությունից ավելի վատ ինչ կարա լինի։ Եղբորը սպանողի հետ կապան։ Քեզ թվում է, որ դու ամեն ինչ հասկանում ես։ Քեզ թվում է, որ եթե դու այստեղ ես, ուրեմն ամեն ինչ գիտես, որ նա ճիշտ է, որը սխալ։ Մտածում ես, որ գիտես ինչ բան է սերը։ Ես շատ լավ գիտեմ։ Նարեն էս պահին ինչ է զգում ու ինչ է ապրում։ Հա, երբ ծնող կդառնաս, այդ ժամանակ կհասկանաս, որ երբ հարց երեխուտ է վերաբերում, ամեն ինչ գլխի վայր է շուռ գալիս։ Ու ականջիդ օղարը։ Եթե դու այստեղ ես, այս տանն ես, ու իմ երեխու կողքին ես, դա դեռ չի նշանակում, որ ես կարող եմ հանդուրժել այն, որ Նարեն անի, աններելին։ Հա, Նարեն չի սիրում Արմոյին, ատում Արմոյին, բայց եթե քո մարդասպան ախպորից միակ հեռու մնալու կինը էս է, ուրեմն ես պատրաստ եմ պետք եղած ժամանակ աչքերս էլ փակել, լեզուս ատամներիս հետևում էլ պահել, մենակ թե չտեսնեմ, ոնց է իմ երեխեն, իմ երեխու սպանողի հետ կյանք կապում։ Դուք չեք հասկանում, որ ձեր լռությամբ դատապարտում եք Նարեին։ Ես քեզ մի անգամ արդեն զգուշացրել եմ։ Վերջին անգամն եմ ասում։ Չփորձես իմ տան մեջ պառակտում մտցնել։ Ես էլ ոչ մի բան հաշվի չեմ առնի։ Առանց էլ ինձանից մեծ ջանքեր են պահանջվել, որ ես քեզ ընդունեմ այս տուն։
Ես ու Սաքոն կյանքի գնով ենք պահել մեր ընտանիքը։ Ու չփորձես մտածել, որ կարող եմ հանդուրժել, որ դու կամ որևէ մեկը քանդի իմ տունը։ Չեմ հավատում, որ իմ ասածները այս տարբերակով եք հասկանում։ Մեղադրելու իրավունք մենակ դուք չունեք, չէ՞։ Ես հասկանում եմ, որ ձեր համար իմ ներկայությունը տհաճ է։ Ու այնպես չի, որ ինձ հաճելի է ապրել այն տանը, որտեղ բոլորը քնում ու արթնանում են իմ ընտանիքը ոչնչացնելու մտքով։ Ուղղակի այս պահին ես մենակ իմ մասին չեմ մտածում։ Եթե դուք չեք էլ հավատում, այս պահին ես մենակ Նարեի մասին եմ մտածում։ Էս են հարցնա, որ ամեն ինչ պիտի Նարեի սրտով լինի։ Հասկանում եմ, շտապում եք, բայց պիտի կարողանանք այնպես անել, որ ամեն ինչ տեղը տեղին լինի։ Մենք մեծ բաներ չենք ուզում ձյաձ Սաքո։ Մեր համար ամենակարևորը, որ մենք միասին լինենք։ Չէ՞ Նարե։ Ամեն դեպքում իմ աղջիկը իր հոր տնից պիտի թագուհու պես դուրս գա։ Ես միշտ իմ Նարեի հարսանիքը ուրիշ կերպ եմ պատկերացրել։ Բան Նարեն մեզ ոչ մի բան չի ուզում ասի։ Քո առիթի մասին ենք խոսում, Նարե։ Ես հիմա կգամ։ Ուր ես գնում։ Արմո։ Ասացի կգամ հիմա։ Նարեն դեռ էս տանն է ապրում։ Ու ոչ ոք, այդ թվում նաև դու, իրավունք չունեք նենց անեք, որ Նարեն իրան վատ զգա։ Ոչ մի բանից մեծ պատմություն մի սարքեք, հանգստացեք։ Խնդրում եմ էլի ինձ մենակ թողեք, հանգիստ թողեք։ Սոն գնա էլի, խոսալու ընդհանրապես տրամադրություն ու ցանկություն չունեմ։ Նարե կգնամ, բայց ուզում եմ իմանաս, որ անկախ ամեն ինչից ես քո կողքին եմ։ Իհարկե այս ամեն ինչը ինձ ընդհանրապես դուր չի գալիս, բայց հասկանում եմ, որ դու բոլորիցս ամենավատ վիճակում ես։ Չեմ էլ հասկանում ինչի է այս ամեն ինչը կատարվում։ Բայց խնդրում եմ մի շտապի, որովհետև հետո կարողա չհասցնենք փոխել ինչ-որ բան։ Իսկ եթե հետո ուշ լինի, կամ հնարավոր է արդեն ուշացել եմ։ Այսինքն Սոն տեսնում ես էլի, որ ես ինձ վատ եմ զգում։ Հիմա հասկանում ես, որ խոսում ես շատ ավելի վատ եմ զգում։ Խնդրում եմ ինձ մենակ թող։ Հայկն է զանգում։ Ինձ է սպասում։
Նարեկ ոնց ես դուրս գալու։ Ինչ կարամ անեմ, ոնց կարամ քեզ օգնեմ։ Ախր այս պահին նույնիսկ Վրամն է պատրաստ քեզ օգնել, հասկանում է, որ ինչ-որ բան սխալ ես անում։ Ես չեմ հասկանում, դու ինչ ես այդ քայլին գնում այն դեպքում, երբ աղբերդ պատրաստ է բոլորին դեմ դուրս գա հանում քեզ։ Վրամի անունը մի տուր, հա։ Հա, Վրամը իմ հարազատ աղբերն է։ Բայց ինքը չխնայեց ինձ ու հասցրեց այսօրվան։ Այսինքն։ Սոն դու հիմա գնա, որովհետև ես պիտի մի բան մտածեմ դուրս գամ, որ վերջին անգամ տեսնեմ Հայկին։ Ալո։ Նարա, ես ինչ ես անում։ Ինչ ես կորում անընդհատ։ Եթե չես կարում տնից դուրս գաս, ասա ես հենց հիմա կգամ այդտեղ։ Չէ, պետք չի գալ։ Գալիս եմ ես։ Լավ, քեզ եմ սպասում, ոչ միտեղ չեմ գնում։ Սոնա։ Բա ուր մնաս Նարեն։ Նարեն իրան լավ չէր զգում, պարկել է։ Ձյացա քո կրին ես գնամ օտը։ Ասում եմ Նարեն լավ չէր զգում իրան, պարկել է։ Ուզում է մի քիչ քնի։ Ուրեմն թող քնի հանգստանա։ Ոչ մեկը չի գնա Նարայի մոտ։ Բայց մի րոպե։ Արմո ջան, ես հասկանում եմ, անհանգստանում ես, բայց երևի ճիշտ կլինի Նարեին մի փոքր հանգիստ թողնենք։ Թող քնի, հանգստանա, էլի կտեսնենք, ոչ մի խնդիր։ Ավելի լավ կլինի մենք գնանք օֆիս, գնանք տեսնենք ինչ է կատարվում օֆիսում։ Դե ես քեզ դրսում կսպասեմ ձեզքում։ Աս Արմո։ Նարա, ես ինչ խաղեր ես տալիս։ Քեզ թվում է չհասկացա, որ դու ուղակի փախար սենյակից։ Դու գիտես, չէ, որ հիմա մի հատ աննշան սխալդ կարա ճակատագրական հետևանքներ ունենա։ Բա ինչ էիր ուզում։ Երջանիկ դեմքով կանգնեի ու լսեի այդ հարսանիք կոչվող ֆարսի մանրամասները։ Իմ ու քո, մեր հարսանիքի Նարը։ Արմո, դու շատ լավ գիտես, որ ես արել եմ այն ինչ որ դու պահանջում ես։ Խնդրում եմ գոնե հիմա հանգիստ թող ինձ։ Ես աչքերս չորցրած քեզ եմ հետևում։ Դու հասկանում ես, չէ՞, մի հատ թեթև սխալ ու ամեն ինչ կարա այլ։ Ես իմ որոշումը արդեն կայացրել եմ ու դու դրա մասին շատ լավ տեղյակ ես։ Ու իմ որոշումը փոփոխման ենթակա չի, որովհետև ես ուրիշ տարբերակ չունեմ։ Այս ուրիշ խոսակցություն։ Գիտես չէ, որ քեզ շատ եմ սիրում։ Գիտեմ, դու էլ ինձ։
Ես Վրամին շատ բան չեմ ասում, որովհետև գիտեմ, որ առանձնապես լավ տրամադրված չի քո հանդեպ։ Բայց դա Արմո չի նշանակում, որ աչք կփակեմ, եթե դու քեզ Նարեի հանդեպ սխալ պահես։ Նարեն այնքան սխալ քայլ է արել ձյաձ Սաքո։ Եթե ես այսքանից հետո պատրաստվում եմ հետը ամուսնանալ, ուրեմն ինձ էլ իմ ինքնասիրությունն էլ մի կողմ եմ դրել, որովհետև այդքան սիրում եմ աղջկադ։ Հա, կարող է պահիտակ ես սխալ քայլեր անեմ, բայց այդ իմ սխալները Նարեի սխալներից են գալիս։ Դու ամեն ինչ շատ լավ գիտես, պիտի որ ինձ շատ լավ հասկանաս։ Ես չեմ պատրաստում երկրորդ անգամ Նարեին կորցնել ու անցնեմ նույն խնդրի միջով։ Հիմա ես էլ սենց եմ պայքարում, ինչ սխալ բան եմ անում։ Ես դուրս եմ գալիս։ Չեմ եկել հատուկ հարցնելու կամ թույլտվություն վերցնելու։ Ուղղակի ուզում եմ տեղյակ պահեմ, որ հետո տհաճ անակնկալներ չլինեն։ Չհասկացա քեզ, Նարե։ Գնում եմ Հայկին տեսնելու։ Հա, ես վերջին անգամ պիտի խոսեմ Հայկի հետ ու պիտի բացատրեմ, թե ամեն ինչ ոնց սենց եղավ, որովհետև ինքը ոչ մի բանում մեղավոր չի։ Բայց ես քեզ տեղյակ եմ պահում, որ հետո սխալ ենթադրությունների պատճառով սխալ բաներ չանես։ Եթե կասկածում ես, կարես դու ինձ տանես։ Ես դուրս եմ գալիս, մնացածը դու մտածի։ Չեմ հասկանում ինչա կատարվում այս աղջկա հետ։ Վրամ գնա Նարեի հետևից։ Մենակ մի թող հասկանում ես, որ շատ վատ վիճակում է։